Տեղամասային ընտրական կենտրոնների տեղադիրքը գրեթե անփոփոխ է։ Անցած տարի ՏԻՄ ընտրությունների ժամանակ վերանորոգվող դպրոցներից տեղամասերը տեղափոխվել էին, համապետական ընտրություններին վերադարձել են իրենց նախկին հասցեները, այնպես որ ընտրողները իրենց տեղամասային կենտրոնները փնտրելու եւ գտնելու խնդիր չեն ունենա։ Սա փաստում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները։ Տեղամասային կենտրոնների փոփոխություններ գյուղերում են տեղի ունեցել։ Շատ գյուղերում քվեարկելու են նորակառույց կամ վերանորոգված դպրոցներում ու մանկապարտեզներում։ Տեղամասային կենտրոնների տեղադիրքից ու համարակալումից բացի պատրաստ են նաև նախնական ընտրացուցակները, նախնական, որ ընտրողները ստուգեն իրենց կամ իրենց հարազատների անունները։ Ընտրողները կարողանան նախնական տեսնել իրենց անունները կա, չկա, եթե չկա, գործողություններ անեն, գնան դիմեն ինչի ցուցակից դուրս մնաց է։ Մինչ ընտրությունների օրը վերապատրաստման դասընթացներ են անցկացվելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ու առանձին նախագահների ու քարտուղարների համար։ Նրանք առաջինն են, որ պետք է տեղյակ լինեն ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ու դրանց գործնական կիրառմանը, իսկ որ հանձնաժողովների անդամները ընտրական գիտելիքների պակաս ունեն, սա փաստում են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Փորձը նաև ցույց է տալիս, որ մեր դիտորդներն ավելի պատրաստված են, քան շատ հանձնաժողովի անդամներ ցավոք, եւ դա փաստում է նաև այն, որ ընտրությունների ժամանակ երբ ահազանգներ ենք ստանում, ստացվում է, որ մեր դիտորդները ավելի իրազեկված են եղել, քան հանձնաժողովի անդամներն են իրազեկված եղել, եւ երևի գուցե նաև սա էր հիմքը եւ պատճառը, որ հանձնաժողովի անդամների համար նախատեսվեցին լրացուցիչ դասընթացներ։ Իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ նույն դիտորդների մոտ եւս կա գիտելիքի որոշակի պակաս, այսինքն ինքնանպատակ դիտողություն անելը հանձնաժողովին դերևս չի նշանակում տեղեկացվածության բարձր մակարդակ, կամ ավելի բարձր կորացողը ավելի ճիշտը չի։ Այդ մարդիկ միանվագ 5 տարի մի անգամ, ասենք հանձնաժողովի անդամ այդ մարդկանցից ես չգիտեմ ինչ պահանջել մենք չենք կարող, նախագահ քարտուղարների մասին չի խոսքը, անդամների մասին է խոսքը։ Ուրիշ հարց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մշտական գործող են։ Մենք որ մշտական գործող ենք, ավելի են խորացած այդ ամեն ինչի մեջ, բայց իրենք կարող է մարդ են, վերջը կարող է սխալվեն, իրենք անգից չգիտեն ընտրական օրենսգիրքը, ասենք հա լիցենզիա են ստացել, մի հատ էլ վերապատրաստվել են, այդ մարդկանց է պետք է հասկանանք, մեծ մասը ուղղակի մեխանիկական գործողություններ են անում։ Հանձնաժողովների անդամները մեխանիկական աշխատանք են կատարում, իսկ ավելի շատ պատասխանատվության բաժինը կրում են քարտուղարներն ու նախագահները։ Նրանց մեծ մասին էլ խորհրդարանական խմբակցություններն են ներկայացնում։ Ստացվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը եւս պատասխանատու են հանձնաժողովների գրագետ աշխատանքի համար։ Իմ հորդորը եւ խնդրանքը կուսակցություններին այնպիսի մարդիկ իրենք տան նախագահ եւ քարտուղար, որ խնդիրներ չառաջանան։ Դա իրանց ոնց ասեմ, իրենց պրեստիժն է էլի կուսակցությունների, որտեղ լինում են դեպքեր, որ իրոք չեն տիրապետում։ Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից մեկն էլ վերաբերում է քվեարկության արդյունքների ամփոփմանը։ Նախկինում, եթե ծրարում մեկից ավելի քվեաթերթիկ կար, ապա վավեր էր համարվում այն մեկը, որի վրա դրվել էր դրոշմակնիքը։ Հիմա մեկ քվեաթերթիկից բացի, եթե ծրարում այլ իրեր կան, այդ թվում եւս մեկ կամ մի քանի քվեաթերթիկ, ապա ծրարը իր պարունակությամբ կհամարվի անվավեր։ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից քվեաթերթիկ համարվում է վավեր։ Այն քվեաթերթիկը, որի վրա դրոշման նիշ է խփած։ Մի ասեմ, ու գրառում չկա ոչ մի, որտեղ այդ բaragան քվեախցում գրիչ չկա, բան չկա, վերեն եթե գրառում եղավ, դա գաղտնիության ոնց որ գաղտնիությունը խաթարվում է։ Հիմա ասեմ, այլ իրը նույնպես գաղտնիությունն է խաթարում, այսինքն ծրարը բացվեց, մեջից իր դուրս եկավ, արդեն ով որ ասել է, որ այդ իրը կտնես, արդեն գիտի ինքը ում է քվեարկե։ Այդ տրամաբանությունն է տրված դրա հիմքում։ Նախորդ ընտրություններին, Գյումրու ընտրություններին, ուրեմն եղել է այսպես. մարդ կա 3 հատ թերթիկ է դրել ծրարի մեջ։ Մեր մոտ այսպես էր, հանում էին դուրս, որի վրա դրոշմանիշներ, համարվում էր տավավեր, այն մնացածը աղբեր, գցում էին կողքի, անվավեր չէր տա, ուղղակի թուղթ է ինքը։ Որևէ ուղղորդում ինքը բացառելու է։ Այս իմաստով ինքը հստակ դրա նպատակն է ունեցել, սա լավարկման նպատակ ունենալու խնդիր ունի եւ այստեղ նաեւ կարեւոր է, որ կոնկրետ տվյալ ծրարները կդառնան չսահմանված նմուշի եւ ինքնաբերաբար ընտրատեղամասերում անճշտությունների թիվը նաեւ կնվազի։
Սա ընտրական օրենսգրքում տեղ գտած միակ փոփոխությունը չէ, փոփոխություններ կան կուսակցությունների եւ դաշինքների անվանումների ընտրությանն առնչվող մասնակից ուժերի քարոզարշավի ֆինանսավորմանը վերաբերող, իսկ փաստաբաններին ավելի շատ դիմում են Արցախից բռնի տեղահանվածները եւ խնդրում պարզաբանել, թե ինչ է ասում ընտրական օրենսգիրքը համապետական ընտրությունների քվեարկությանը իրենց մասնակցության մասին։ 2023 թվականին բռնի տեղահանված անձինք ցանկություն ունեն մասնակցելու եւ փորձում են ճշտել թե արդյոք հնարավոր է նման գործընթացներին ներգրավել, նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եթե շատ ավելի հեշտությամբ էին կարող մասնակցել, այսինքն հաշվառում ունենալով կոնկրետ հասցեում, համապետական ընտրությունների համար ավելի խիստ պահանջներ է դրված եւ քաղաքացիություն ունենալու հանգամանքը արդեն պարտադիր է դրված բնականաբար տվյալ հանգամանքում եւ հիմնական ամենախնդրահարույց հարցը այստեղ եմ տեսնում, որովհետև քաղաքացիության ընդունման եւ շնորհման գործընթացներն են էլեկտրոնային է դարձել 2026 թվականի հունվար 1-ից ու որոշակի խնդիրներ են ստացել քաղաքացիների համար։ Հիմնական փոփոխությունները ավելի շուտ բացասական դերևս արձագանք է ստացել, քան դրական։ Փաստաբաններն են նշում, ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները մշակում են տեսաբանները, իսկ գործնականում կիրառողները քվեարկության օրն են բացահայտում դրանց կիրառության դրական ու բացասական կողմերը։ Այսինքն նոր փոփոխությունների ազդեցությունը կգնահատեն միայն հունիսի 7-ից հետո։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։